Վերանորոգումների մեկնարկից 4 ամիս անց շինարարը պատերի խոնավությունից քայքայված շերտն է մաքրել։ Նոր սվաղ է հիմա պատերին, առաստաղի մետաղական ժանգոտված կոնստրուկցիաների մի մասն է մնացել ներկելու։ Վտանգավոր բարձրության վրա զգուշորեն են աշխատում հավաքովի երկաթեթ ազգաները միտեղից մյուսն են տեղափոխում։ Սիրուն ներգա չէ, ջրակայուն ներգա ու հայկական ներգա։ Ջրակայուն ներկի աշխատանքներից քիչ բան է մնացել, շինարարների համար բարդն ու դժվարը լողավազանի օդափոխության եւ ջեռուցման համակարգերի նորոգումն է։ Տարիներով դրանք չեն գործել, ինչի հետևանքն են շենքի պատերի քայքայումը, բարձր խոնավությունը եւ մշտական կաթոցները։ Սարքավորումները չշահագործելու պատճառով են շարքից դուրս եկել։ Օդափոխության այսպիսի համակարգերի շահագործումը բավականին ծախսատար է, գազի եւ էլեկտրաէներգիայի սպառումը մեծ։ Այդ թանկ հաջորդը այսպես է հաշվարկված, եթե 24 ժամ կամ 20 ժամ աշխատի, շատ հսկայական գազի ծախս է, էլեկտրոէներգիայի ծախս է, բայց հիմա որ ամեն ինչը փոխվավ, ջեռուցումը եղավ, կարող է պատահի մենք օրական մի ժամ, կես ժամ կամ երկու օրը 1-2 ժամ միացնենք, արդեն մենք ենք որոշելու, էլի։ Կարող է օդը շատ լավ վիճակում լինի, էլ կարիք չլինի, գոլոշի չունեցանք, էլ կարիք չլինի։ Այն կողմինը տակոտ կփչի։ Այնիկ քաշեգը դուրս կփչի։ Դոնք չեն աշխատել, որովհետև փչացած են եղել։ Մի սարքել են ինչ որ փչացած է։ Բայց դիք աշխատեն թե չէ չեմ կռնասը։ Ակնկալում են, որ մեծ ծախսերը նվազագույնի հասցնել կկարողանան, եթե շենքում ջեռուցման համակարգ անցկացվի։ Մարզադպրոցը ջեռուցում չի ունեցել, սա եւս համարում են խոնավության պատճառներից մեկը։ Հիմա տեղադրվում է բոլոր տեղերը պատերի վրա ատապլենի ջեռուցում պետք է լինի, էլի 670-680 սեկցիա, այսինքն այդ պարերը, որ տունը տնում ենք, այդ մի հատ որ կա, չէ, նայեք, 676 հատ տեղադրվելու է տակացման ջեռուցման սիստեմ։ Քանի դեռ չեն փորձարկել օդափոխության համակարգը, չեն շտապում արդյունավետությունից խոսել, որ այն կփրկի շենքը խոնավությունից։ Առաջիկա ձմեռը լինելու է համակարգերի գործարկման, այսպես ասած, փորձաշրջան։ Իսկ շենքի խոնավությունից փտած ու կոտրված չբացվող պատուհանները ամբողջությամբ հանել են։ Նախատեսված բացվող պատուհաններ չեն տեղադրելու, հիմա այլ տարբերակ են ընտրել։ Բացվող փակողը դեռ հնարավոր չէ։ Դեռ մենք ուրիշ բան նախատեսենք, որ ծագերով սենդվիչ բաներ տալի։ Եվ երանգյունին դեղնի բան, այսպես գլուխոյ մատերիալ ծագոդիկներով շուտ խորտը չկա եղն էլի, դիկա օտեգը խաղա էլի։ Ժանգոտված ու փտած երկաթե խողովակներով 600 տոննա ջուր է հասել լողավազան, որն այս դեպքում եղել է կասկածելի որակի եւ ոչ մաքուր։ Մասնագետները հիմա փոխում են ջրատար բոլոր խողովակները, տեղադրվելու են նաեւ նոր պոմպ։ Երկաթից էր տարուբեկը, երկաթից չի կարելի, բացառվում է, որտեղ երկաթը ժանգոտում է, երբ որ քիմիա օգտագործում ես բասեյների մեջ։ Բասեյնի միջի խողովակներն էլ փոխել, մինչև այստեղ իշխան խողովակը երկաթից փոխել եք պլաստմաս եք դարձրել։ Համապատասխան ոստանդարտ։ Այդ ժանգոտվածությունը ամբողջությամբ գնում էր բասեյն, բոլոր երկաթամասը, որը չի կարելի երեխաներին լողանալ։ Լողավազան լցվող ջուրը կրկնակի ֆիլտրում է անցնելու նաև, ինչը նախկինում չի եղել։ Մեծ ավազանից շինարարները հանել են 5 կերամիկական սալիկները, փոխարենը ջրային մակերեսների համար նախատեսված թաղանթով են պատելու։ Անվտանգության նկատառումներով կտեղադրվեն ջրակայուն չսայթակող սալիկներ։ Պարբերաբար փոփոխվող նախագծով վերանորոգումները շինարարի հաշվարկներով պետք է ավարտված լինի սեպտեմբերին։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։